Բարև ձեզ, դուք դիտում եք մեկը հազարից հաղորդաշարը։ Այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք Մարգարիտա Պողոսյանին։ Անձով կարողացել է հաղթահարել մի խնդիր, որ շատերը չեն կարողանում։ Անորեքսիա 21-րդ դարի սկզբում աշխարհում մոտ 16 միլիոն մարդ ուներ սննդային վարքի խանգարում, այդ թվում անորեքսիա։ Ընդ որում սա հոգեկան առողջության խանգարումների շրջանում հաջողության ամենամեծ ցուցանիշն ունեցող հիվանդությունն է։ Թե ինչպես է Մարգարիտան անցել դրա միջով, կպարզենք քիչ անց։ Մինչ այդ ուզում եմ հիշեցնել, որ նախագծի գործընկերը Ձերժավա ընկերությունն է, եւ նախագիծն այսօր նաեւ կարեւոր գործ է անում։ Շատ մարդիկ դիտելով մեր հաղորդումները անհատապես օգնում են մեր հյուրերին։ Հետևաբար ձեր դիտումը, մեկնաբանությունը եւ տարածումը շատ կարեւոր են մեզ համար, քանի որ դրանով ոչ միայն նպաստում եք հաղորդման զարգացման գործին, այլ նաեւ մեր հյուրերի խնդիրների բարձրաձայնմանը եւ լուծումներ գտնելուն։ Մարգո ջան, բարև ձեզ։ Շատ ուրախ եմ եւ շնորհակալ եմ, որ չմերժեցիք մեր հրավերը։ Բարև ձեզ, շատ շնորհակալ եմ հրավերքի համար։ Մարգարիտա ջան, նախ ուզում եմ մի փոքր խոսենք ձեր մասին, որտեղ եք ծնվել, որտեղ եք մեծացել։ Թեպետ ունեք հետևորդների մեծ բանակ, շատերը ձեզ ճանաչում են, բայց նրանց համար, ովքեր չեն ճանաչում, խնդրում եմ փոքր պատմեք, հա, ձեր մասին։ Ես ծնվել եմ, մեծացել եմ Ռուսաստանում, եթե գիտեք, քաղաք Վլադիվոստոկում, դա ինձ շատ հեռու Չինաստանի, Ճապոնիայի կողմերն է, ու հենց Վլադիվոստոկի մեջ չէ դաժե, Վլադիվոստոկը մեծ քաղաք է, ես մեծացել եմ փոքր գյուղում, մի 4 ժամ Վլադիվոստոկից պետք է գնայր ավտոյով, որ հասներ այդ գյուղը, մեր մոտ նասիլենիա եղել է հազիվ տենց 2000 մարդ, մի հատ շատ փոքր գյուղ, մի հատ դպրոց, սաղ կողքի գյուղերի համար, հա, ու սենց մեծացել եմ, կարելի ասել, ճիստը ռուսական մարդկանց մեջ, որովհետև հայ մեր գյուղում եղել ենք մենք ու մի հատ էլ մեր բարեկամները վերջ, вот, то есть я прям себя белой вороной чувствовала все это время. Ընտանիքում ռուսերեն լեզվով են խոսել, հայերենը չի պահպանվել։ Չէ, պահպանվել է, բայց ուղղակի մենք հայերեն ենք խոսում, մենակ տան մեջ, իմ պապան դաժե ասում էր, հենց տուն ես մտնում, մենակ հայերեն խոսա, ջղայնանում էր վրես, որ ռուսերեն է խոսում, ասում է հենց դուրս ես գալի, որ լեզվով ուզում ես խոսա, բայց որ ես հայերեն դպրոց չեմ գնացել, ես գրագետ խոսալու ձևը չգիտեմ, տենց ուղղակի տան մեջի խոսալու բառերը գիտեմ, տենց հիմա Հայաստանում ապրում եմ ու լիքը բառ եմ լսում, որը երբեք կյանքումս չեմ լսել, որովհետև պետք չի եկել օգտագործել տան մեջ, տենց էլի։ Բայց 3 տարի է արդեն Հայաստանում եք։ Հա, արդեն 3-րդ տարին է գնում, որ Հայաստանում ենք ապրում, իմ ամուսնուս հետ ու մեր փոքրիկի։ Շատ լավ։ Մարգո ջան, քանի տարեկան եք։ Մոտ 10 տարի առաջ էր, հա, որ ձեզ մոտ ինչ-ինչ հանգամանքների բերումով, հա, սկսվեց հոգեբանական խնդիրներ։ Խնդրում եմ փոքր պատմեք, ներկայացրեք, ինչու եւ ինչպես ձեր մարմինը սկսեց ձեզ դուր չգալ, սկսեցիք դիետաներ պահել, չսնվել, ինչպես այդ ամենը ինչի հետևանքով եղավ։ Вообще անորեքսիան դա առաջի հերթին հոգեբանական խնդիր է, ոչ թե ինչ որ մարմնի, դա պետք հասկանալ, որովհետև հա դու սначала մտածում ես, որ դու քեզ չես կարողանում ընդունես ու հետո գտնում ես թերությունները, как в моем случае ես գտնել եմ թերությունները իմ մարմնի մեջ ու в моем отражении в зеркале։ Ես 15 տարեկան էի, 15 տենց անցնում է 16, 11-րդ դասարանում էի սովորում ու ես չէի կարող ասել, որ ես սենց ինքնավստահ հիմիկվապես աղջիկ էի, որովհետև նորից ասեմ, ես ինձ շատ տենց լիշնի էի զգում այդ միջավայրում, որտեղ ես մեծանում եմ, որովհետև ես բոլորից տարբերվում էի համ մենտալիտետով, համ ապրելակերպով, համ էլ в целом молодость, հա, երիտասարդությունը իմ դասարանցիների մոտ անցնում էր ուրիշ ձևի, իրանք տենց ընկերներով, միասին, ինչ որ տեղեր, կայֆեր, իսկ ինձ ոչ մի բան չէր կարելի, որովհետև տենց հայ հայկական մենտալիտետով էիք։ Այո, ու տենց Հայաստանից գնացած ընտանիքները տենց մի քիչ ավելի կոնսերվատիվ են, որովհետև վախենում են, որ ինձ ժանց երեխեքի հետ ինչ որ մի բան կլինի ու ես տենց ամեն ինչից կտրված էի կարելի ասել։ Ես տենց իմ կուպլի մեջ էի, իսկ երիտասարդությունը տենց աբսոլյուտно ուրիշ բաց կյանքով էր ապրում, հա։
ու исходя из всего этого ես ոչ ինքնավստահություն ունեի, ոչ հասկացողություն ունեի, ով եմ ես, խի եմ ես տեղ, то есть ես չէի զգում ինձ на своей родине, на своем месте։ Գնում ես տունը ինչ որ մի բան բոլորին դուր չի գալի, գնում ես դպրոցում բոլորին դուր չի գալի ուրիշ կողմի մենտալիտետից։ Ու տենց в подвешенном состоянии ապրելուց ինչ որ sense даже փոքրիկ հիմա եթե մենք մտածենք մելոչ, да, կարա մարդու վրա շատ ուժեղ ազդի։ Իմ համար այդ տրիգերը կարելի ասել եղավ այն, որ ես ունեի քիչ ընկերուհի, բայց ես ունեի sense մի հատ շատ մոտիկ ընկերուհի, ու տենց մի օր իր մաման որոշեց, որ մենք էլ չպետք է շփվենք, ու ինքն էլ ինձ ասեց, որ վերջ։ Իսկ իմ համար դե տենց գյուղում մեծացած երեխու համար բացի ընկերներից դպրոցից էլ ոչ մի բան չկա կյանքում, ես էլ ոչ մի բան չգիտեի, ու իմ համար դա տենց շատ մեծ ստրես էր։ Ես սկսա մտածել, որ այդ իմ հետ է ինչ որ տենց что-то не так, որ ես եմ վատը, ես եմ սխալը, ինչ որ բան այն չի իմ հետ, դրա համար իմ հետ չեն ուզում շփվեն։ Ու ես տենց սկսա ինքս ինձ ավելի շատ կարելի ասել չսիրել, Եվ ինքը քո մեջ գտար այսպես ասած ճակերտավոր թերությունը։ Հա, էդի հենց դարավեն տրիգերը, որ ես ինչ որ մի բանի վրա պետք է սֆոկուսիրված լինեի, որ այդ պետք է կենտրոնանայի, որ այդ իմ ամեն ненависть к себе на что-то выместить, հա։ Ու էդի դարավ իմ մարմինը, ու այդ վաղ, այդ 2015 թիվն էր, եթե դուք գիտեք, ВКонтакте շատ sense распространённый паблիկներ կար, типичная анорексичка, 45 կիլո, то есть այդ վաղ հենց այդ չգիտեմ խի էր տեն, բայց այդ տրենդներ ու մտանք այդ տրենդի մեջ։ Մտանք հա միամիտ ամեն ինչը իրար վրա տենց հակավ, ու մենք մտանք այդ տրենդի մեջ։ Ու ես սկսա այդ պաբլիկներին հետևել, սնվել ինչ ձև ընդեղ են ասում, իսկ այդ պաբլիկների մեջ ասում են տենց մենակ ջրի օր, մենակ մի հատ խնձորի օր, ու տենց դու սկսում ես օրեր շարունակ այսպես հրաժարումներ էր լինում։ Ու հետո դու արդեն հասկանում ես, որ չես կարող քեզ թույլ տաս ինչ որ մի բան ուտես, ու ինչ էլ չուտես, դու քեզ վատ ես զգում, դու մտածում ես, որ դու вообще արժանի չես ապրել, որ չես կարող քեզ պահես ու չուտես, սկսում ես прям ненавидеть себя полностью, ու չես կարող ուղղակի քեզ հայլու մեջ նայես, որովհետև իմ մարմինը լրիվ ոսկոր էր, բայց ես բացի ժիրից ոչ մի բան չէի տեսնում, ու ես հիմա ուղղակի չեմ հասկանում ոնց էր էդի հնարավոր, բայց տենց էր, դու պրոստը այնքան քեզ չես սիրում, որ դու естественно քո մարմինն էլ չես կարա սիրես, ու էլ ոչ մի բան չես կարա սիրես, ու այդ հիվանդությունը вообще մարդիկ գիտացմամբ անում են այդ, որ իրենց կյանքը վերջանա, չգիտեմ իսկ կարելի է դա ասել թե չի կարելի, բայց ես ուղղակի հասկանալով եմ դա անում, ու մտածում եմ դրա մասին, որ ամենակարևորը, որ մարդիկ տեսնեն, այտենց ընկերներս, դպրոցը, դասատուներս, տունը, մաման, պապան սաղ տեսնեն ու հասկանան ինչքան իրանք ինձ ցավ են պատճառել, որ իրանց պատճառով եմ ես այսենց վիճակի հասել։ Այդ ամենակարևոր միտքն է, որ դե ավելի շատ դու անում ես, որ ինչ որ մարդկանց ցավ կարողանաս տենց ձևով պատճառես։ Բայց առաջինը ինքդ քեզ ես ցավեցնում։ Անորեքսիայի հետևանքով մարդու մոտ իր մարմնի սխալ ընկալում է առաջանում, հա, եւ ինչքան էլ մարդը նիհար է երևում, իրեն թվում է, որ ինչպես ասացիք, ինքը դեռ գեր է, ունի դեռ նիհարելու տեղ։ Եվ առաջին անգամ այս հիվանդությունը բացահայտել է Ռիչարդ Մորտոն, հա, ինքը անգլիացի բժիշկ էր եւ իր առաջին անորեքսիկ պացիենտին այսպես էր բնութագրել, ասում էր, երբ ես նրան առաջի անգամ տեսա, ոնց որ կաշիով պատված կմախք լիներ։ Այս անորեքսիային նյարդային թոքախտ էր որպես բնորոշել բժիշկը, եւ իսկապես երբ որ տեսնում ես, ոնց որ իսկապես կաշիով պատված կմախք, ամբողջ ոսկորները երևում են, եւ երբ որ մարդը նայում է իրեն հայլու մեջ եւ այդ ուզում եմ հասկանալ, իրեն դուր է գալիս այդ վիճակը, թե իսկապես հոգեբանական այնպիսի շեղումներ կան, որ ինքը
չի ընկալում այդ իրականությունը, ինչ էս ոնց կբնութագրես որպես դրա միջով անցած մարդ։ Հա, ես կարամ վստահ ասեմ, որ անորեքսիկ մարդու ամենակարևորը, որ ինքը տեսնի իր ոսկորները, իր համար էդ է էսթետիկ, իր համար էդ է սիրուն, ինքը հասկանում է, որ ինքը հասնում է իր նպատակին ու ինքը հենց մենակ ոսկորներ է ուզում տենա։ То есть մышцы, жир, это իր համար էսթետիչնի չի։ То есть անորեքսիկ մարդը սիրում է հենց տենց ոսկորոտ, ինչքան ավելի հեռու ոտքերդ լինի իրարից, այդքան դու տենց ավելի Молодец։ Դու քանի կիլոգրամ էիր մինչև նիհարել։ Մինչև 37, տենց ամենակիչը, երբ ես արդեն տենց լիքը առողջական խնդրեմ ունեցա, որովհետև արդեն օրգանիզմը ճիշտ չի աշխատում, երբ չի ստանում նորմալ սնունդ, естественно։ Այսինքն դու ցուցադրում էիր քո ոսկորները, ոչ թե թաքցնում էիր, դու հպարտանում էիր քո հորած քայլով։ Մենակ ես չէ, բոլոր անորեքսիկ մարդիկ տենց։ Այսինքն ձևավորված խումբ կար, հա, այդ խմբում նաև մեկը մյուսին ոգևորում էր։ Չէ, ես вообще в целом մարդկանց մասին եմ ասում։ Իմ դպրոցում մենակ ես էի տենց յուրահատուկ ու ես հպարտանում էի, ես դա, որովհետև այդ մի բանն էր, ինչով ես կարայի տարբերվեի ու ուշադրություն ստանայի, որովհետև երբ երեխան տենց նորմալ լավ ուշադրություն չի ստացել ոչ տան մեջ, ոչ դպրոցում, ոչ ուրիշ տեղերը, ինքը տենց սխալ ձևով, բայց գտնում է այդ ձևը, ոնց ուշադրությունը ստանա։ Շատ սխալ ճանապարհ է, բայց տենց է լինում։ Բայց շրջապատի արձագանքները այդպիսին, որ վայ ապրես դու, վաու ես ինչ սիրուն ես։ Չէ, այսինքն ոգևորող էր շրջապատի արձագանքը։ Չէ, ես այդ անորեքսիայի վաղտ բուլինգի էի սկսել ենթարկվել, որովհետև տենց սաղցի ծաղում էին իմ ոսկորների վրա, տենց ասում էին, որ ես կմախկեմ, բայց իմ համար էդի տենց կարևորը դուք ուշադրության կենտրոնում էիք։ Հա, այդքան կարևոր չէր, ինչ էին ասում, ինձ կարևոր էր, որ իմ մասին են խոսում։ Էդ է էլի սխալ միտքը մարդու մտածելակերպի մեջ, որ առաջացնում է տենց խնդիրներ։ Իսկ ինձ հետաքրքիր է տանը, դուք միակ երեխա եք եղել։ Չէ, ինչու եք ուշադրության պակաս, սիրո պակաս ունեցել, տանը ինչ խնդիր ունեիք։ Չէ, դե էդի мне кажется, ուրիշ երեխեքից կախված չէ, դա sense ուղղակի մեր հայկական մենտալիտետն է, որ մեծ արդեն ինքնուրույն պիտի լինի, հա, ուշադրության պակաս կար երևի ավելի շատ։ Չէ, даже փոքր վաղտվանից երեխեքին ոնց են մեծացրել։ Դենց կմեծանա էլի մի ձև մի խանգարի, գնա մի բան արա, չգիտեմ, ну то есть ինքնուրույն մեծացնելու փորձ է եղել, հա, որ ինքնուրույն լինես ու даже էդի չի ավելի շատ հարցը, sense եղել է այդ ծնողների վախի պատճառով սխալ վերաբերմունք ինձ թվում է երեխու հանդեպ, որովհետև օրինակ մի բանը սովորացնելու տեղը, տենց օրինակ ցույց տալու տեղը, իրանք մենակ ջղայնացել են ու ասել են չլնեմ չիմանամ, սենց բան անես, կամ այնց անես, ես քեզ, ես իրան, ու տենց դու մեծանում ես ու հասկանում ես, որ ստեղ չկա ծնող, որը երեխու կողքն է կանգնած ու որը ուզում է մի բան սովորացնի, մենակ ուզում են վախացնեն ու մտածում են, որ դու պետքա վախենալով պետքա երեխան հարգի մեծին, բայց դա շատ սխալ է, որովհետև ոչ մեկ չի հարգի ոչ մեկին, եթե իրան չեն հարգում։ Դրա համար ես իմ բլոգի մեջ, вообще իմ կյանքի մեջ բոլորին ասում եմ, որ առաջի հերթին մեծը պետքա սովորի հարգի փոքր երեխուն, դաժե եթե ինքը հələ չի խոսում, չի քայլում, դու պետքա ճիշտ ամեն ինչ անես ու հարգես իր ուզածը։ Երիտասարդ սերունդը հենց այդպես էլ ապրում է եւ այդպես էլ սովորացնում է հիմա իրենց երեխաներին, որ եթե դու սերունդն է այդ սկզբունքով դաշտի եթե դու ուզում ես որ փոքրը երեխան քեզ հարգի, դու ես չէ՞ մեծը, мудрый, кто здесь взрослее, кто мудрее, ты должен показать пример, ոնց ես դու իրան հարգում, ու այդ վաղտ էլ խնդրեմ չի լինի, իսկ այտենց ինչ որ վախեցած մտածելակերպով ապրելուց դու սկսում ես քո երեխեքին տենց այդ վախը իրանց մեջ մտցնել, մեծացնել, ու դրա համար ես օրինակ տենց 15 տարեկան абсолютно без самооценки, без любви к себе, без уважения к себе, որովհետև ոչ մեկ даже ցույց չի տվել, որ ես արժանի եմ ուղակի սեր, կամ էլ տենց ուղակի որ արժանի եմ ապրել այս կյանքը, որովհետև բացի զապրետից
ոչ մի բան չի եղել։ Ու էդի կարելի ասել одна из главных причин, որ կարա այդ в подростковом возрасте մարդու մոտ ինչ որ տենց խնդրեմ առաջանա։ Իսկ դու ծնողներիդ հետ այդ թեմայով խոսել ես, թեկուզ արդեն ավելի հասուն տարիքում։ Իրանք ասում են, բան տենց բան չի եղել։ Բոլոր ծնողներն են տենց ասում։ Չգիտակցելով անգիտակցաբար են դա արել։ Հա, ինչ էլ հարց չտաս ծնողներին, ասում են, տենց բան չի եղել, ինչ ես մտածում, հա, դե տենց նիհար էր էլի, բայց մոռանում եմ ոնց էր պապանին տենց բռնել նստացնում, հաց էր փորձում կերցնել, չէր ստացում, ես գնում էի այդ ամեն ինչը անորեքսիայի վաղ լինում է բուլիմիա։ То есть պապան կերցնում էր, ես գնում էի այդ ամեն ինչը հետ էի տալի միանգամից ոչ մի բան օրգանիզմը արդեն սկսում է սնունդ չընդունել։ Համ օրգանիզմը չի ընդունում, համ էլ եթե օրգանիզմը ընդունեց, քո գլուխը չի ընդունում ու դու զգացում է առաջանում։ Այո, դու անում ես ամեն ինչ, որ չլինի այդ ուտելիքը քո մեջ։ Չեն հիշում։ Ասում ես, պատմում ես, ասում են, հա, դե տենց մի բան եղել է, բայց ոչ մի բան չի եղել ու вообще դու ես մեղավոր, որովհետև դու սենց մի քիչ պրոտեստի մեջ էիր ապրում։ Հա, ես ինչ ասեմ։ Ես արդեն հարց չունեմ իրանց անձ։ Իսկ ինչով էիր սնվում այդ ընթացքում։ Լավ, մի օր ամբողջ օրը ջուր էիր խմում, մի օր ամբողջ օրը խնձոր էիր ուտում, բայց սնունդ որպես այդպեսին ընդունում էիր։ Ես կարող եմ ասեմ, ինչի ես ուտում եմ, շատ լավ հիշում եմ, ես առնում էի սենց շոկոլադնե չուդը, եթե գիտեք, սենց տրուբուչկայով շոկոլադնի կոկտեյլ էր։ Այդ մի հատ կոկտեյլն էր սաղորվա մեջ խմում։ Ամեն օր։ Հա, ամեն օր։ Էդի իմ ուտելիքներ, որը ես ինձ թույլ էի տալի։ Ու մեկ-մեկ առնում էի печенькек, սենց առանց ոչ մի բանի, просто կլոր печенькек, Լյուբյատովը, Մարիա անունով, միջև հիմա հիշում եմ, ու օրը մի հատ печенье էի ուտում։ То есть սենց փոքր կտոր փշուր ուտում էի, ու եթե տենց միամիտ լիշնի փշուր էր ընկնում բերանս, ես արդեն հա, այսպես փշուրներով անգամ հաշվում էի։ Ես արդեն ինձ вообще չէի կարող ընդունել, прям на физическом уровне ես ինձ վատ էի զգում, մեղավորում էի ինձ ամեն ինչի մեջ, короче, ասում էի։ Որքան ժամանակ եք այդպես ծնվել։ Սենց абсолютно կարելի ասել առանց ուտելիք, տենց печеньով, սոկով ես ծնվել եմ 3 ամիս, ու այդ 3 ամսվա մեջ եղել է ամենաարագ потеря веса. Հա։ У сразу же все здоровье перестало у меня работать, լրիվ օրգանիզմը սել չէր աշխատում, արդեն հյուծված։ Եվ հենց դա է խնդիրը, որ շատերը այդ ճանապարհից հետ չեն կարողանում գալ, որտեղ օրգանիզմը արդեն այնքան է հյուծվում, եւ նաեւ անորեքսիան անվանում են անտեսանելի հիվանդություն, հենց այն պատճառով, որ մարդը ինքը չի հասկանում, որ ինքը արդեն խնդիր ունի, որ իր օրգանիզմը օգնության կարիք ունի եւ չեն կարողանում կանգ առնել։ Դու ինչպես կարողացար, որ կետում կանգ առար, ինչը քեզ ստիպեց, որ կանգ առնես եւ հասկանաս, որ քեզ մոտ արդեն խնդիր կա, որի վրա պետք է աշխատել եւ պետք է հետ քայլ անել։ Այդ անորեքսիայի վաղ ես մտածում եմ, որ ոչ մի բան չի կարա ինձ ստիպի, որ ես ուզենամ ապրել, ուզենամ ինչ-որ մի բան փոխել, ուզենամ սկսեմ հաց ուտել, то есть ես չէի կարող вообще պատկերացնել, որ դա հնարավոր է իմ կյանքում, ու ես ասացի արդեն, որ 11-րդ դասարանում էր, ես վերջացրի դպրոցը ու ինձ առաջի անգամ կյանքումս ուղարկեցին Հայաստան։ Այդ տարիքում։ Հա, առաջի անգամ ես եկա ու տեսա ինչ է Հայաստանը, հայ եմ ես ու ну и что это вообще все значит, որովհետև ես ոչ մի բան չի հասկանում, ինձ ոչ մեկ չէր բացատրում։ Вот, ու ես եկա Հայաստան ու տեսա, որ աշխարհում բացի իմ փոքր գյուղից, իմ ընտանիքից, իմ դասարանցիներից, բացի այս փակված աշխարհից, оказывается, կա այնքան տարբեր մարդ, այնքան տարբեր մտածելակերպեր, այնքան հա ու ես ծանոթացա այդտեղ իմ աղբորների, քրերի, ընկերների հետ։ Բայց երբ որ ներողություն, դու եկար այդ արդեն տենց հյուծված այդ 37 կիլոգրամ քաշով էիր եկել։ Հա։ 17 տարեկանից ստեղ էի նշել Երևանում։ Ու հենց այդ ընկերների հետ էի շփվում, իմ աղբոր, քրոջ, սենց ով ստեղ էր ապրում, իրանց в их окружение я зашла, ու ես просто շոկի մեջ էի, որ կան տենց ինչպեսի կյանք կա, ուրիշ մարդիկ,
ով ին հանդեպ ուրիշ ձև են վերաբերվում, то есть ինձ կարելի ասել ես կյանքումս այդքան սեր իմ հանդեպ չի զգացել, ոնց ես զգացի այդ մի ամսվա մեջ Հայաստանում вообще անծանոթ մարդկանցից, ու այդ վաղտվանից ես սկսա մտածել դրա մասին, որ կարող է ես կյանքում ընտրություն ունեմ։ Որովհետև մինչև այդ ես ապրում եմ ծնողների ճիշտ որոշումն էր փաստորեն ձեզ Հայաստան ուղարկելը։ Հա, ես սկսա հասկանալ, որ ես մեծանում եմ, արդեն դպրոցս վերջացրել եմ, աշխարհը մեծ է, մարդիկ տարբեր են, ես կարող եմ ընտրություն ունեմ այս կյանքում ու անպայման չի, որ իմ կյանքը չի սահմանափակվում իմ փոքր գյուղով, իմ ծնողներով ու այդ ամեն ինչով ինչ կատարվում է կյանքում։ Вот, ու ես արդեն հետ եկա Հայաստանից ուրիշ մտքերով, այն մտքով, որ ես ուզում եմ ապրեմ, այն մտքով, որ ես ունեմ ընտրություն ու ես ուզում եմ այս ամեն ինչը փոխեմ։ Ու այդ վաղտ արդեն շատ տենց դժվար տարիներ են եղել, երբ ես արդեն ինքս իմ убежденияները փորձում եի փոխել, որ կարողանայի սկսել հաց ուտել ու հասնել նորմալ առողջության։ Իսկ Հայաստանում ուտում էիր, թե Հայաստանում դեռ չէիր ուտել։ Սկսեցիր ուտել գոնե Հայաստանում։ Հա, բայց տենց իսկ միտեղ ձև էի անում, որ ուտում եմ, միտեղ ուտում էի, բայց արդեն այդքան վինա, հա, այդքան ուժեղ ինձ չէի մեղադրում, наоборот, ես մտածում եմ լավ է, որ ստացվեց հաց ուտեմ, ну вот так маленькими шагами ինչ-որ մի բան կփոխվի։ Իսկ Հայաստանում ինչպես էր մարդկանց արձագանքը քո այդ նիհար կազմվածքին։ Ոչ մեկ բան չէր ասում։ Ընդունել էին քեզ հենց այնպես ինչպեսի որ հա, հենց այդ ամենաճիշտ իմ զգացմունքն է, որ եղել է, որ ես զգացել եմ, որ ինձ ուղակի ընդունում են այդպես ինչպես ես կամ, ոչ թե քո արտաքինը։ Ու ոչ մեկ երբեք չէր ասել ոչ մի բան իմ սնվելու մասին, իմ արտաքինի մասին, դες իրենք ուղակի տենց ուրախ, հանգիստ չէին էլ ստիպում ասեին հացկեր։ Չէ, դա էլ չէին ասում։ Вот շատ ճիշտ շրջապատում ես հայտնվել։ Տենց միամիտ բաներ է լինում կյանքում, որը միամիտ չեն։ Պատահական ոչինչ չի լինում այդ կյանքում։ Շատ լավ, եւ արդեն փաստորեն հետ վերադարձար եւ սկսեցիր։ Հա, ես հետ վերադարձա, արդեն միանգամից Վլադիվոստոկ տեղափոխվա ապրեմ, որովհետեւ ինստիտուտ պետք է ընդունվա։ Հա, ու ես արդեն ապրում եմ մենակ, в общежитии, արդեն էլի նորից թազա մարդկանց միջավայրում, ու արդեն ուրիշ մտքերով եմ ես ապրում։ Ես արդեն չէի մտածում, որ ինչ որ մի բան սահմանափակ է, ես մտածում եմ, որ ամեն ինչ իմ ձեռքերում է, ու ես պետք է ամեն ինչ անեմ, որ կարողանամ փոխեմ կյանքս, որովհետև ես ուզում եմ ապրեմ, ուզում եմ ինչ-որ մի բանի հասնեմ, որովհետև ես կյանքումս 17 տարեկանում նոր հասկացա, որ ես ունեմ ընտրություն։ Это удивительно։ Բայց դա էլ է շատ կարևոր տենց փուլ, наверное, ես պետք է դա անցնեի, որովհետև ես եթե դա չանցնեի, может быть, абсолютно ուրիշ մարդ կլինեի հիմա։ Իսկ այդ մարդը, որը ես հիմա եմ, իմ դուրը գալիս է, поэтому всё хорошо։ Մեր դուրը նույնպես գալիս է։ Да, спасибо։ Հետաքրքիր է նաև, երբ որ դու սկսեցիր սնվել։ Երկար ժամանակ չէիր սնվել, օրգանիզմի համար նորից սկսել սնվելը արդեն ստրես է։ Այդ փուլն ինչպես հաղթահարեցիր, խնդիրներ չունեցար։ Ես տենց չէի կարողացել միանգամից ճիշտ սկսել սնվել, իմ մոտ լիքը կաչելիներ էր եղել, մինչև ես հասկանամ ոնց մարդը պետք է ճիշտ սնվի, որ լինի առողջ։ То есть հենց մինչև հասել եմ այդ մտքին, լիքը տարիներ անցել։ Այդ общежитиայում առաջի երկրորդ կուրսում ես եղել եմ пескетарианка, это երբ դու չես ուտում միսը, մենակ ուտում ես морское мясо։ Հետո այդ 2 տարուց հետո ես դառա վեգետարիանկա, արդեն вообще միս չէի ուտում, 4 տարի տենց եմ պահել ինձ, բայց նույնպես իմ առողջությունը շատ վատ վիճակի մեջ էր, որովհետև չէր ստանում բիլոկ, օրգանիզմը в нормальном виде, իսկ բիլոկը ամենակարևորն է մարդու առողջության համար։ У это երբ բժիշկը ինձ ասաց, что может быть я так приведу себя к бесплодию, Էջիչքին մտերին ասա։ Անպտղություն։ Հա, ես սկսա մտածել, որ վերջ, այս էքսպերիմենտներին պետք է տալ վերջ ու սկսել միս ուտել,
ու դա էր նորից իմ համար շատ դժվար փուլ, ես այդ վաղտ արդեն Վլադիվոստոկից մենակս տեղափոխվել էի Մոսկվա ապրել, то есть ես արդեն մաքսիմально սեպարироваться եղել իմ ծնողներից, տնից, ամեն ինչից, իմ կյանքում ամեն ինչ ստացվում էր, ես սկսել էի բլոգ նկարել, ես աշխատում էի, ես ինքս ինձ տուն էի վարձել, ես շատ երջանիկ կյանքով էի ապրում, բայց ես մինչև առողջության հետ կապված հարցեր ունեի դեռ չէի հասկանում ոնց ես все-таки իմ հանդեպ ճիշտ վարվեմ, ոնց ես իմ մարմինը սիրեմ։ Դա տենց շատ երկար ճանապարհ էր անորեքսիան ու բուլիմիան հաղթահարելը։ Եթե օրինակ ես գնայի հոգեբանի մոտ, ինձ թվում է ավելի հեշտ, ավելի արագ, ավելի ճիշտ, բայց ես այդ վաղտ այդքան հասկացողություն չունեի ու մտածում էի, որ ամեն ինչ ճիշտ եմ անում, մի բանի կհասնեմ по-любому, բայց ես խորհուրդ կտամ ամեն մարդուն, ով անորեքսիայի միջով անցնում, որ դաժե եթե թվում է, որ ամեն ինչ կարող է նորմալ լինի, դու էլ ինքդ կարողանաս հաղթես, դա ուղղակի դու քեզանից տարիներ ես գողանում առողջ կյանքից, ավելի լավ է միանգամից բժշկի մոտ գնալ ու իրար հետ այդ ճանապարհը անցնել։ Ճիշտ մասնագետի մոտ գնալ ամենակարևորը, հոգեբան, հոգեբուժ, պետք է ճիշտ կետից սկսել։ Մի խոսքով, փաստորեն այդ փուլն էլ հաղթահարեցիր։ Հա, այդ բժշկի ասածից հետո ես սկսա արդեն, ես պրոմ հիշում եմ եկա տուն, հավիդոր շփեցին, առաջին փորձը ինչպես կերար։ Տենց չի ասի, որ շատ ինձ մեղադրեցի, որովհետև տենց երեխա արդեն այդ մեղքի զգացումը չունեիր։ Մի քիչ ունեի, բայց այն միտքը, որ ես կարող եմ այս կյանքում երեխա չունենամ, իմ համար ավելի տենց վախենալու բաներ, քան ես հիմա սկսեմ միս ուտելը։ Ну, то есть ценности, да, на чашу весов, ու ես просто տենց կերա այդ միսիկը ու տենց ամեն օր մի քիչ սկսա ուտել, արդեն անցանք խորովածին։ Այ արդեն հիմա զուտ հայկական խաշ խորովածով շատ լավ։ Որտեղ հանդիպեցիր ամուսնուդ։ Ոյ, ամուսնուս Որ փուլում հանդիպեցիր ամուսնուդ։ Ամուսնուս ես հանդիպել եմ շատ շուտ 18 տարեկան Վլադիվոստոկում, երբ ես տենց շատ բարդ վիճակների մեջ էի, հա։ Մենք իրար այնտեղ հանդիպեցինք, իրար սիրահարվանք, բայց ես ասացի արդեն, որ ես տեղափոխվա Մոսկվա, որովհետև ես տենց դառել էի շատ ինքնավստահ աղջիկ, որը ուզում է նոր հորիզոններ էիր բացահայտում։ Այո, իմ համար տենց մասշտաբը շատ կարևոր էր, մինչև հիմա շատ կարևոր է, որ ես ուզում եմ անդադ расти, развиваться, ու ես իմ ինստիտուտը փոխեցի Մոսկովский ինստիտուտ, թողեցի իմ Արտուրին, ասացի, որ մենք բաժանվում ենք ու գնացի Մոսկվա, որովհետև ես որոշեցի, որ իմ կյանքում ինձանից կարևոր մարդ չի կարելի։ Ու տենց մեր կյանքերը տենց տարբեր կողմերով գնաց։ Ինքը ապրում էր Վլադիվոստոկում, ես մի 6 տարի ապրել եմ Մոսկվայում, ու հետո տենց նորից միամիտ մենք Վլադիվոստոկում հանդիպեցինք իրար ու որոշեցինք, որ ոչ մեկին չենք ուզում մեր կողքը տեսնենք էլ բացի մեկը մյուսից։ Այո, հա։ Ինձ համար ինչն է այս պատմության մեջ ամենահետաքրքիրն ու արժեքավորը, որ դու ինքնուրույն ես կարողացել հաղթահարել, ինքնուրույն ես կարողացել քեզ դուրս բերել այս վիճակից, որտեղ շատեր նույնիսկ լուրջ մասնագետների հետ աշխատելու ընթացքում չեն կարողանում դա անել։ Եվ շատ լուրջ հետևանքների է բերում, հա։ Ամենակարևորը, որ մարդը հասկանա խի է ուզում հաղթահարի։ Ասում եմ, երբ ես չունեի, հա, երբ ես չունեի այդ մոտիվացիան, երբ ես չէի հասկանում, որ իմ կյանքում ես ինչ-որ մի բան կկարողանամ, ես մտածում եմ, որ իմ կյանքը լինելու է անհետաքրքիր, sense սահմանափակ, ոչ մի բան չի կարելի, sense как мне говорили родители, մենք քեզ հեսա դպրոցը վերջացնես ամուսնացնելու ենք, հեսա դու ոչ միտեղ չես աշխատելու, ոչ մի ինստիտուտ չես գնալու, ես գյուղից դուրս չես գալու, ну короче, ու այդ մտքերով ապրելով, конечно, դու մտածում ես, ես ավելի լավ է չապրեմ այս կյանքը, քան սենց կյանք ապրեմ, որտեղ ես ընտրություն չունեմ, բայց երբ ես հասկացա, դա կոնկրետ իմ փորձը, որ всего лишь ես պետքա մի քիչ ուժ ունենամ ու վերջ, ինձ ոչ մեկ էլ չի կանգնացնի, որովհետև ես հասկացա, որ ես ունեմ ընտրություն, ես ուզում եմ ապրել։ Ու իմ կյանքը обрел очень большой смысл, որովհետև նույնպես ես այդ վաղտ մտածում եմ, որ ես ուզում եմ ուրիշ մարդկանց, ով գտնվում է տենց խնդիրների մեջ ու մտածում է, որ ինչ-որ մի բան էս կյանքում անհնար է, որ ես իրանց կարողանամ մոտիվացնեմ, վդխնվիչ, որ իրանք հասկանան, որ այդ ամեն ինչը սահմանափակ չի, դու ուղղակի պետքա ուզենաս։
Ոտ։ Եվ արդեն երբ որ վերադարձար բնականon կյանքի, սկսեցիր առողջ սնվել, քաշդ մինչև ուր բարձրացավ ու կանգնեց, հա, այսինքն դու էլի ջանք գործադրեցիր, որ քաշդ պահես, թե արդեն կշերքին չես նայում, կշերքով չես ապրում։ Չէ, ոտ ես երբ ամուսնացա, ես մինչև այդ սաղ վաղ տենց կշռում էի, թիվը իմ համար շատ կարևոր էր, բայց հետո ես ամուսնացա ու մենք սկսանք տենց ամեն օր շատ համով բաներ ուտել, լիքը տեղեր գնալ, ման գալ, հաց ուտել ու միամիտ ես չհասկացա ոնց, ես իմ քաշը շատ արագ հետ բերեցիր, այո։ Վերականգնեցիր։ Դաժե չվերականգնեցի, ավելացավ, հա։ Ու ես տենց շատ տենց նապիտանի աղջիկ էի դառել, բայց իմ համար անենց օքեյ էր, то есть ես հիշում եմ այդ վաղտ, որ ես ինձ նայում եմ հայելու մեջ, մտածում եմ, ինչքան սիրուն եմ ես, ինչքան է սիրում ինձ իմ ամուսինը, ինչքան լավն է կյանքը, բայց невооруженным глазом երևում էր, որ վրես լիքը տենց սկլադեչկե կա, տենց թշեր կա, ու դա прям лишний вес, որը պետք չէր առողջական մարդուն, типа, который нужно, да, сбросить, բայց այդ տարբերությունը իմ համար այնքան կարևոր էր, որ ես նայում եմ հայելու մեջ ու մտածում եմ, ինչքան սիրուն եմ ես, ու չէի տեսնում, չէի նկատում։ Ամենակարևոր կետն է։ Հա, չէի նկատում։ Բոլոր մարդիկ պետք է ունենան, այո, պետք է սիրես քեզ։ Вообще չէի նկատում, որ իմ վրա ինչ որ տենց лишний քաշ կա։ Մենակ երբ ես արդեն անցա իմ նպատակներին, որ ես հիմա իմ կուրսերն եմ անում по питанию, տենց առողջ ապրելակերպով եմ զբաղվում, սնունդով եմ զբաղվում, մենակ այդ վաղտ ես տենց նիհարեցի, ինքս ինձ սովորելի վաղտ, բայց առողջ ես արդեն նիհարել։ Հա, տենց սկսելով, մարզվելով։ Հա, առաջի հերթին ես մտածում եմ, որ հիմա ոնց եմ մտածում, որ մարդը պետքա ճիշտ սնվի դրա համար, որ լինի առողջ ու ուժեղ, որ կարողանա как можно дольше быть рядом со своими детьми, որ կարողանա ճիշտ օրինակ ցույց տա իր երեխեքին, որ կարողանա լավ насыщенный կյանք ապրի, որովհետև երբ մի բան ցավում է կամ էլ ծանր է, այդքան էլ հեշտ չի ապրել։ У из этой мысли родилось то, что в первую очередь պետք է առողջ սնվես, իսկ սիրուն մարմինը քեզ արդեն բոնուս է գալի։ То есть դա չպետք է լինի առաջինը, ինչի մասին դու մտածում ես։ Հասկացա։ Вот к таким мыслям я пришла сейчас, ու ես հիմա հենց դրանով զբաղվում եմ, որ ես մարդկանց եմ օգնում ճիշտ սովորեցնել ճիշտ սնվել, որ իրենք այդքան երկար տարի էքսպերիմենտների վրա չծախսեն, որովհետև այդ ամեն ինչը RPP է, ինչ որ մեկի մոտ անորեքսիա է առաջանում, ինչ որ մեկի մոտ բուլիմիա է, բայց այդ ամեն ինչը պրոստը RPP է, որը կարելի է չանցնել, եթե մի հատ մարդ օրինակ իմ պես կամ էլ ուրիշ ով արդեն անցել է այդ ճանապարհով կարողանա քեզ այդ ամեն ինչը բացատրի ճիշտ ձևով սովորացնի։ Մարկո, բայց քեզ մոտ հետևանքներ չմնացին, այսինքն անորեքսիան իր հետևանքները չթողեց, դու լիովին հաղթահարեցիր, ապակինվեցիր, թե այնուամենայնիվ հետևանքներ թողնում է։ Полностью все восстановилось, բայց единственное им լեղապարկում опухоль էր առաջացել, ու это единственное, просто արին օպերացիա ու լեղապարկս հեռացրեցին ու վերջ։ Всё. В остальном ամեն ինչ իդեալական է, ես даже զարմանում եմ, ոնց ես ոչ գաստրիտ, ոչ յազվա, ոչ մի բան չունեցա, ճակատագիրը ձեզ սիրում էր։ Հա, տենց սխալ սնվելով, բայց դա տենց мне просто повезло, որ ուղակի մենակ լեղապարկս հեռացրեցին ու վերջ, ու ես հիմա կարողանում եմ правильно питаться, լինել առողջ, ու ես հիմա իմ կյանքում իմ առողջ կետում եմ, хотя ես արդեն անցել եմ հղիություն, ծննդաբերություն, բայց все равно դրանից առաջ ես այդքան առողջ չէի, ինչքան հիմա։ Իսկ մայրությունը ձեր մեջ ինչ-որ բան փոխեց։ Հենց մայրությունը իմ մեջ այդ մտքերը առաջացրեց, որ ես պետք է առաջի հերթին լինեմ ուժեղ ու առողջ իմ երեխու համար, որ ցույց տամ իմ աղջկան, что такое правильное отношение к себе, որ ինքը սովորի, ինքն էլ իրան հարգի, սիրի, ճիշտ իրան վերաբերվի, հենց ինքը այդ ամեն ինչը իմ մեջ առաջացրեց ու հղիության վաղտ այդ մտքերը ինձ եկան ու ես սկսեցի ամեն ինչ փոխել, արդեն ճիշտ մտածելակերպ ունենալ հենց հղիության վաղտ։ То есть Իսկ 15 տարեկան Մարգոին ասելիք ունեք հիմա։
15 տարեկան Մարգոին չգիտեմ ինչ ես կասեի, որ քեզ այնքան հետաքրքիր կյանք ես սպասում, քեզ այնքան մարդ ես սիրելու, դու այնքան մարդկանց կարողանալու ես օգնես, որ ուժեղ եղի դրա մեջ, ինչով դու անցնում ես, որովհետև դա քեզ պետք է, դա քո ճանապարհն է։ Եվ ամենակարևոր խորհուրդը, որ կտակ մարդկանց, ովքեր այսօր անորեքսիա ունեն, կամ անորեքսիայի այդ փուլում են կամ այդ ճանապարհին են, իրենց ինչ կասեք։ Այդ մարդուն, ով այդ ապրելակերպի մեջ է հիմա, ոչ մեկ չի կարող օգնի, եթե ինքը չուզենա, ով էլ ինչ չասի, եթե հենց մարդը իր համար չուզենա, իմ ասած ոչ մի բանը իրան չի օգնի։ Դրա համար единственное, наверное, որ մարդը պետքա գտնի իր смысл жизни, իր ценности, երբ ինքը ունի, այդ վաղտ ինքը կգտնի ուժ դա հաղթահարի։ То есть հիշեք ինչն է ձեր կյանքի իմաստը ու հենց այդ իմաստից պետքա բռնվել ու սենց как по лесенке потихонечку բարձրանալ վերև ու հաղթահարել ամեն ինչ։ Կյանքը տարբեր հնարավորություններ է տալիս տարբեր փուլերում։ Հա, այսօր պետք է գնալ դրանց հետևից։ Եվ մեր հասարակության մեջ կա տարածված պատկերացում, որ Հայաստանում շատ ավելի քիչ են դեպքերը, թեև մենք չունենք վիճակագրություն, հա, դա ընդհանուր հոգեբանական եւ վարքային խանգարումների մեջ է անորեքսիան, այսինքն առանձին բարվող վիճակագրություն չկա։ Բայց այդպեսին է պատկերացում, որ Հայաստանում շատ ավելի քիչ են դեպքերը, քան օրինակ արևմտյան երկրներում կամ Ռուսաստանում։ Այդպես է, որտեվ ես շատ ռուս բլոգերներ եմ տեսել, ովքեր խոսում են այդ մասին, շատ հենց անորեքսիկներ իրենք են խոսում այդ մասին։ Հետաքրքիր է, մենք այստեղ ավելի քիչ են, թե թաքցնում են, ըստ էս Ռուսաստանում ոնց հասկանում եմ ավելի շատ էին դեպքերը։ Ինձ թվում է շատ ու քիչ չեն, в целом ՍՆԳ, ինձ թվում է շատ նույնը սաղ մարդկանց մտածելակերպեր, շատ նման են իրար, ու ամեն ընտանիքի մեջ կա այդ ՌՊՊ-ի խնդրեմը, հենց особенно տենց մեր մեծերի մեջ, որովհետև իրանք տենց մեծացել են մտքերով ոնց սովը հաղթահարեն, ինչքան շատ կերցնեն, главное սովաշ չլինի երեխեն, ու դա էլ շատ ուժեղ վլիյած արել իրանց երեխեքի վրա։ Ու Հայաստանում էլ 100% նույն ձևի են մեծացրել երեխեքին, даже մինչև հիմա տենց են անում, ասես չուզելով կերցնում են եւ այլն, որ առաջացնում է լիքը ՌՊՊ երեխեքի մոտ, պրոստը ստեղ չեն ասում այդ ամեն ինչին անուն չեն տալիս։ Նիհար աղջկան ասում են պրոստը նիհարա, պրոստը հաց չի ուտում, ոչինչ կանցնի, չեն ասում, չեն признать չեն անում, որ մարդը ունի խնդրեմ։ Ու մենակ դրա համար կարող է մեր ստատիստիկան ցույց չի տալիս, բայց համ ես լիքը աղջիկներ գիտեմ, ով դրանով անցնում է, համ երբ ես իմ Instagram-ում դրա մասին խոսում եմ, ինձ լիքը հենց հայ աղջիկներ են գրում, պրոստը ստեղ մեծերը մենք թաքցնում ենք, եթե անգամ կա, սովորենք դա թաքցնել, փակ դռների հետևում պահել։ Մեծերը մտածում են, որ դա ինչ որ ամոթ է, признать չեն անում, որ իրանց երեխեքի մոտ խնդրեմ կա, որովհետև իրանք զգում են, որ դա իրանց սխալն է, կարող է կամ էլ դա их проигрыш какой-то։ Դրա համար մեր ստատիստիկայի մեջ չկա, բայց դա չի նշանակում, որ դա չկա։ ՌՊՊ շատ распространенный հիվանդություն է, ու մարդիկ даже տենց 15-14 տարեկանում չէ, մինչև 40, մինչև 50 եւ այլն, любой возраст կարան ունենան այդ ամեն ինչը, բայց չփոխեն, որովհետև չեն գիտակցում ու չեն ուզում признать անեն, որ խնդրեմ ունեն, որովհետև երբ մարդը ասում է հա ես ունեմ խնդրեմ, ինքը արդեն չի կարա այդ կետում մնա, ինքը պետքա մի բան փոխի, իսկ դա արդեն կոմֆորտնի չի, ու ամեն մարդ պատրաստ չի դրան։ Իսկ եղել են դեպքեր, երբ որ դուք ինչ-որ մեկին օգնել եք, այ աստիկ ձեզ շատ գրում են նաև։ Եղել է դեպք, որ երբ որ օգնել եք մարդուն եւ ինքն էլ է որոշել դուրս գա կամ դուրս է եկել այդ վիճակից ձեր օգնությամբ։ Գիտեք ոնց եմ ես իմ օգնությունը տեսնում։ Ֆիզիկի ես չունեմ այդ հնարավորությունը ամեն մարդու հետ ինչ որ աշխատելու, համ էլ ես հոգեբան չեմ, ես ուղղակի օրինակ եմ ցույց տալիս։ Ու ես տենց իմ բլոգում, Instagram-ում, TikTok-ում շատ բաց ամեն ինչ ցույց եմ տալիս, լրիվ կյանքը ոնց կա, ու մարդկանց
օգնում է դա, իրանք տեսնում են ինչ ընտրություն արձագանք, որ այ օգնեցիր։ Հա, конечно, իրանք տեսնում են ինչ ընտրություններ եմ ես անում, ու իրանք դաժե կարան ինձ մի տարի, 2 տարի հետևեն, հետո սենց մեծ նամակ գրեն ու ասեն, ես ես 2 տարվա մեջ սենց բաներ եմ քեզանից սովորել, կարողացել եմ հաղթահարել այս, այն, իմ կյանքում ունեցել եմ, короче, ամեն լավ բան, որը դու ես ինձ մոտիվացրել։ Ու տենց նամակներ ես լիք ստանում եմ, ու կան դաժե մարդիկ, ով ասում են, որ իրանք իմ ամենաառաջի հետևորդներն են եղել 2019 թվից, իրանք արդեն 7 տարի ինձ նայում են ու իմ հետ ասում են, որ մեծանում են։ Ու դա ամենավերջը կարևոր բանն է, որը ես կարամ անեմ, ու իմ բլոգը ես վարում եմ հենց դրա համար, որ մարդկանց վդախնավլյաց անեմ։ Ճապոնական մի շատ գեղեցիկ արվեստ կա, կոչվում է կինցուգի, երբ որ կոտրված կերամիկական իրերը իրենք կպցնում են ոսկյա, պլատինե, արծաթե, հա, լաքով, այսինքն ոչ թե ճաքերը թաքցնում են, այլ ընդգծում են։ Ինչ ասում ասի, մի թաքցրեք ձեր ճաքերը, ճեղքերը, որտեղ դրանք են ձեզ եզակի դարձնում։ Մարդն էլ նույնպես, հա, ամեն մարդ եզակի է դառնում իր ապրած ճանապարհով, իր ունեցած հոգեբանական ճաքերով։ Դուք եզակի եք, դուք շատ գեղեցիկ եք, դուք նաև ուժեղ եք, որ այս ամեն ինչի միջով կարողացել եք անցնել եւ հաղթահարել եք եւ այսօր օգնում եք մարդկանց։ Ես իսկապես ուզում եմ, որ դուք շատ վայելեք ձեր կյանքում, միայն դրականը ձեր բլոգներով փոխանցեք մարդկանց, ովքեր հատկապես ունեն դրա կարիքը։ Շատ շնորհակալ եմ անկեղծ զրույցի համար։ Ես եմ ձեզ շատ շնորհակալ։ Շատ հաճելի էր ձեր հետ զրուցել։ Շնորհակալություն։ Ես հիշեցնեմ, որ մեր հյուրը անորեքսիան հաղթահարած Մարգարիտա Պողոսյանն էր։ Դուք եւս կարող եք հաղորդման մեկնաբանությունների դաշտում գրել ձեր պատմությունը։ Մենք պատրաստ ենք այն եւս ներկայացնել։